Արիորը բոլորիդ հրաշալի օր է, ապրիլի 7 Մարության գեղեցկության օրն է, բայց ասեմ ձեզ հիմնական կան ըստ առաքելական եկեղեցու տոնացության ապրիլի 7-ը համարվել է Սուրբ Աստվածածնի ավետման օրը։ Եվ Արարիչը Գաբրիել հրեշտակին ուղարկում է Գալիլեայի Նազարեթ քաղաք, այնտեղ Մարիամ անունով մի աղջկա մոտ հաղորդելու, որ նա պետք է մայր դառնա։ Եվ այն փրկիչի, ով գալու է, ում սպասում է ողջ ժողովուրդը։ Կանայք իրենց ուշադիր եղեք, կանայք իրենց եղեությամբ մոտենում էին Արարչին, այո, այն կինը երբ հղի ան Արարչին ավելի մոտ է։ Ես դրա համար եմ այդքան ասել, մի անիծեք, մի չարացեք, որ ձեր երեխաները խնդիրներով չծնվեն, ինչքան էլ առողջ ծնվի, հետո է լինում այդպես։ Ես շատ խնդրում եմ Տիրոջը, որպեսզի այսօրվանից ապրիլի 7 Մարության օր այն կանայք, ովքեր ուզում են բարիքներ ունենան, թող հենց այսօրվանից իրանց այդ հղիությունը լինի, որ իրանք առողջ ու հաջողակ բալիկներ բերեն այս աշխարհ, ու ինչքան կարակ երեխաներ ունեցեք, որպեսզի հայացքը շատանա, որտեղ շատ կոտորվեցին, շատ, որ 18 տարի այսօրվանից սկսած 26 թվական 18 տարի անցնի մեր ազգը շատանա ու բարգավաճի, որտեղ լուսավոր բաներ իրոք Հայաստանում սպասվում է, բայց դեռ մաղի մեջ է, Տեր Աստված մաղում է։ Այսօր լուսինը 19 օր է, Սարդն է խորհրդանիշը, ցանցն է, այսօր մի քիչ լարված օր է տալիս, լավ շրջան է սկսվելու գործնական հարցերի պայմանավորվածության, պարզապես աշխատեք մի քիչ փոխզիջման գնացեք, որպեսզի լարվածություն չլինի, եթե ընդհանուր հանգուցալ լուծման գնաք, տարաձայնություններ հարկավոր չէ, իրավիճակը սրել հարկավոր չէ, թե չկփլուզի ծրագրերը, սադրանքները ուշադիր եղեք, լավ մտածեք ուր եք գնում, ինչ եք անում, կռոշամոլությունը թողեք, Տերը վերևից տեսնում է, գոնե այսօրվանից, այդքան եկեղեցական տոները եղավ, վարագույրը բացվեց, մաքրվեք, այսօր վհուկների նենք մարդկանց ստի կեղծիքի բացահայտման օր է գնում, եւ ովքեր ունեն այդ բացասական բնավորությունները ու իլյուզիաների մեջ են ընկնում, իրանք խնդիրներ կունենան։ Հավատքով ապրեք, սիրով ապրեք, բարությամբ ապրեք եւ ամեն օրը Տիրոջից շնորհակալ եղեք, շատ մեծ բան է շնորհակալ լինելը։